Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք Կառավարության մայիսի 7-ի նիստին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը ներկայացրեց 2026 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին որոշման նախագիծը, որով առաջարկվում է 13 միլիարդ դրամի չափով վերաբաշխում կատարել ընդհանուր 58 կիլոմետր ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համար։ Ցանկը ներկայացված է պարոն վարչապետ, այստեղ ներկայացված են նաև տեխնիկական հսկողության, ինչպես նաև արդեն ավարտված աշխատանքների 5%-ի վճարման հետ կապված ամբողջ ինֆորմացիան, ինչպես ասեցի, ընդհանուր 58 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը, որից միջպետական նշանակության 1 կիլոմետր է, հանրապետական նշանակության 27, մարզային նշանակության 30 կիլոմետր եւ 3 տրանսպորտային հանգույցներ կան նախագծում ներառված։ Մեկ այլ հարցով Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվեց պետությանը։ Նիստի ընթացքում մանրամասները ներկայացրեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերից մեկով ձեռք բերված հաշտության արդյունք է։ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հեկտար մակերեսով անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվում։ Սեփականության իրավունքը գրանցվել է 26 թվականի ապրիլի 26-ին։ Այս որոշմամբ մենք դա ամրացնում ենք Պետգույքի կառավարման կոմիտեին։ Գույքի միջին շուկայական արժեքը 323 միլիոն 800 հազար դրամ է։ Նշեմ, որ հաշտությունը վերաբերում է հայցի միայն մի մասին, այս գույքին է վերաբերում, հայցապահանջում ներառված մյուս գույքերի բռնագանձման պահանջի մասով մեր քաղաքացիական գործի քննությունը դատարանում շարունակվում է։ Միջազգային հեղինակավոր կոնկուրս Մոնտիալ դե Բրյուսել 2026 գինու համտես մրցույթը կկազմակերպվի Հայաստանի Հանրապետությունում։ Ըստ Գևորգ Պապոյանի նախատեսվում է պետբյուջեից վերաբաշխմամբ 684 միլիոն դրամ տրամադրել։ Համարվում է իր ձևաչափով եզակի եւ աշխարհի ամենամեծ ու հեղինակավոր մրցույթն է ոլորտում եւ ունի ավելի քան 30 տարվա փորձ եւ ամեն տարի որևէ երկրում է ուրեմն անցկացվում եւ մեր տարածաշրջանում առաջի անգամ է անցկացվում, նախկինում անցկացվել է Պորտուգալիայում, Իտալիայում, Իսպանիայում, Մեքսիկայում, Չինաստանում եւ աշխարհի այլ երկրներում։ Այս պահին զբոսաշրջային բում ունենք, որը շարունակվելու եւ աճելու է, արձանագրեց Նիկոլ Փաշինյանը։ 2026 թվականի ապրիլին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա ապրիլի համեմատությամբ 39% աճ ունեցել, 39%, պատկերացնում եք, եւ հունվար-ապրիլին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա հունվար-ապրիլի նկատմամբ 34% աճ ունեցել։ Նախարարի տեղեկատվությամբ մրցույթը նախատեսվում է անցկացնել մայիսի 19-ից 23-ին, որին կմասնակցի 65 երկրից գինու շուրջ 400 փորձագետ, այդ թվում 120 իրական գնորդներ, որոնք խանութների ցանցի տնօրեններ, ներկայացուցիչներ են։ Աննա Մելքումյան, Սյունիք լուրեր։